Ամեն առավոտ դուք զգում եք, որ ուժերը լքում են ձեզ, իսկ բժիշկներն ասում են սա ուղղակի ծերություն է, բայց դա սուտ է։ Գիտեք, որ խորհրդային տարիներին մեր լեռներում մի գաղտնի հետազոտություն են արել, որի արդյունքներն անմիջապես գաղտնագրել են։ Նրանք պարզել են, որ մեր հողի մեջ կա մի բան, որը 90-ամյա մարդու բջիջները ստիպում է աշխատել այնպես, ինչպես 45-ամյա մարդունը։ Սա ֆանտաստիկա չէ, սա գիտություն է, որը տասնամյակներ շարունակ թաքցրել են մեզնից, որովհետև դա նրանց ձեռնտու չէ։ Ես ձեզ խոստանում եմ, որ ընդամենը 7 օր հետո դուք կզգաք էներգիայի այնպիսի ալիք, որը չեք հիշում վերջին 20 տարում, առանց գնելու ոչ մեկ թանկարժեք դեղահապ։ Բայց ամենակարևորը նույնիսկ այն չէ, թե ինչ եք ուտելու։ Գոյություն ունի մի պարզ մտավոր գործողություն, որը տևում է օրական ընդամենը 5 րոպե, բայց որի մասին դեղագործական ընկերությունները ամեն կերպ լռում են։ Դա այն բանալին է, որը գործի է գցում մարմնի ինքնավերականգնման բոլոր մեխանիզմները։ Բավական է լինեք դեղատների հաչախորդ։ Ժամանակն է վերադարձնել ձեր երիտասարդությունը։ Բաժանորդագրվեք հենց հիմա եւ մեկնաբարություններում գրեք ձեր քաղաքի անունը։ Տեսնենք քանիսով ենք։ Երևանցի Վարդանը 68 տարեկան է։ Նրա առավոտը սկսվում է ոչ թե սուրճի բույրով, այլ դեղերի մի բուռով։ Մեկը ճնշման համար, մյուսը խոլեստերինի, երրորդը հոդացավի։ Ձեզ ծանոթ է այս ծեսը, երբ դուք նայում եք հայելու մեջ եւ չեք ճանաչում այդ հոգնած անօգնական մարդուն, երբ ամեն քայլը դառնում է տանջանք։ Վարդանը զգում է, թե ինչպես է իր ուղեղը վերածվում մշուշի։ Նա մոռանում է անուններ, կորցնում է մտքի թելը։ Սա ծերություն է։ Ոչ, սա դանդաղ մահ է։ Եթե նա շարունակի այսպես, 1 տարի անց նա կդառնա իր սիրելի թոռների համար ընդամենը մի հիշողություն, մարող ստվեր իր իսկ տանը։ Նրա աշխարհը կսեղմվի մինչև 1 սենյակի չափսերը։ Բայց Վարդանի հիշողության խորքում ապրում է մի պատկեր, մի կին, որի դեմքը կնճռոտ էր ինչպես Արցախի լեռները, բայց ում աչքերում փայլում էր հազարամյակների իմաստությունը, նրա մեծ տատը, Շուշանիկը։ Նա հիշում է, թե ինչպես էր Շուշանիկ տատը արշալույսից առաջարթնանում, նրա ոտքերը երբեք չէին դողում։ Նրա շունչը երբեք չէր կտրվում։ Ձեզ երբևէ պատմել են այդ կանանց մասին։ Նրանք, ովքեր մերկ ոտքերով քայլում էին ցողոտ խոտի վրա։ Նրանք հավաքում էին վայրի ուրց, դաղց ու երիցուկ։ Օդը լցվում էր բույրերով, որոնք բուժում էին ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Իսկ դուք հիշում եք ձեր տատիկի ձեռքերի հոտը։ Շուշանիկ տատի ձեռքերը կոշտ էին հողից, բայց նրա հպումը մետաքսից փափուկ էր։ Երեկոյան ճռճռացող բուխարու մոտ նա իր դուստրերին էր շշնջում գաղտնիքներ։ Ոչ թե բաղադրատոմսեր, այլ կյանքի օրենքներ։ Նա հին աղոթքներ էր կարդում բուժիչ թուրմերի վրա։ Նա ասում էր. «Մարմնի հիվանդությունը հոգու լացն է»։ Նա ապրեց 103 տարի եւ մահացավ ոչ թե հիվանդությունից, այլ քնի մեջ, ժպիտը դեմքին։ Նրա ժառանգությունը մի քանի չորացած խոտաբույս չէր, դա մեր ազգի գոյատևման կոդն էր։ Հիմա վերադառնանք ներկա։ Վարդանը նստած է իր բազմոցին, ձեռքին սմարթֆոն։ Ոտքերի տակ թանկարժեք դեղեր, որոնց ամսական արժեքը գերազանցում է նրա թոշակի կեսը։ Մենք թռչում ենք տիեզերք, բայց չենք կարողանում քայլել առանց ցավի։ Ինչու է դա այդպես։ Ինչու ենք մենք, հզոր նախնիների ժառանգները, դարձել այսքան թույլ։ Պատասխանը պարզ է եւ սարսափելի։ Այն դեղահապը, որ Վարդանը խմում է ճնշումն իջեցնելու համար, միաժամանակ թուլացնում է նրա սրտամկանը։ Խոլեստերինի դեմ դեղը, որը նրան նշանակել են, առաջացնում է մկանային ցավեր, որոնք նրան գամում են անկողնուն։ Սրանք դեղեր չեն, սրանք քիմիական հենակներ են, որոնք ձեզ վերածում են հավերժական հիվանդի։ Դրանք չեն բուժում պատճառը, դրանք ստեղծում են կախվածություն։ Եվ գիտեք ամենասարսափելի ինչն է։ Վարդանի երիտասարդ սրտաբանը մի անգամ փակ դռների հետևում խոստովանեց. «Պապի, եթե ես քեզ նշանակեմ այն, ինչ իրոք օգնում է, ինձ աշխատանքից կհեռացնեն»։ Նրանք բոլորը գիտեն ճշմարտությունը։ Նրանք գիտեն, որ գոյություն ունի մի ճանապարհ, որը չի պահանջում հազարավոր դրամներ, որը չի թունավորում ձեր օրգանիզմը, բայց այդ ճանապարհը նրանց համար շահավետ չէ։ Այսօր ժամանակակից գիտությունը հագեցած ամենանորագույն տեխնոլոգիաներով ցնցված է։ Հարվարդի, Օքսֆորդի լաբորատորիաներում նրանք վերագտնում են այն, ինչ Շուշանիկ տատը գիտեր ինտուիտիվ կերպով։ Եվ նրանց եզրակացությունները ցնցող են։ Պարզվում է, մեր նախնիների պարզագույն մեթոդները ոչ թե պարզապես օգնում են, այլ շատ դեպքերում ավելի արդյունավետ են, քան միլիոնավոր դոլարներ արժեցող դեղամիջոցները։ Սա հեքիաթ չէ, սա գիտական հեղափոխություն է, որը կատարվում է հենց հիմա, եւ հաջորդ մի քանի րոպեների ընթացքում ես կբացահայտեմ ձեզ համար այդ հազարամյա իմաստության առաջին ամենակարևոր գաղտնիքը։
այն, ինչը Վարդանին ոտքի կհանի և կվերադարձնի նրան կյանք։ Պատրաստ եք լսել ճշմարտությունը, այն ինչ հիմա կբացահայտեմ, կփոխի ամեն ինչ։ Գոյություն ունի մի մեթոդ, որը թաքնված է ձեր աչքի առաջ։ Այն ավելի հին է, քան մեր լեռները, այն ավելի հզոր է, քան ցանկացած քիմիական դեղահապ, և այն ձեզանից ոչ մի լումա չի պահանջի։ Պատկերացրեք ձեր մարմնի բջիջները, դրանք միլիարդավոր մանրագույն վարարաններ են։ Երիտասարդ ժամանակ դրանք վառվում են պայծառ կրակով, դրանք տալիս են ձեզ էներգիա, ջերմություն, կյանք։ Իսկ դուք զգո՞վ եք, թե ինչպես է այդ կրակը հիմա մարում։ Տարիքի հետ այդ վարարանները խցանվում են մրով ու մոխրով։ Սա գիտական լեզվով կոչվում է օքսիդատիվ ստրես։ Ձեր բջիջները բառացիորեն ժանգոտում են ներսից։ Եթե ոչինչ չանեք, 1-2 տարուց այդ ժանգը կկերնի ձեր սիրտը, ուղեղը, հոդերը։ Դուք կդառնաք ձեր իսկ մարմնի գերին։ Հիմա լսեք, թե ինչ է անում Վարդանի բժիշկը։ Նա տեսնում է, որ վարարանը ցխում է, և ծուխը մարելու համար նա ջուր է լցնում կրակի վրա։ Այո, ձեր ճնշման դեղերը հենց այդ ջուրն են, դրանք ժամանակավորապես մարում են ախտանիշը, ծուխը, բայց դրանք սպանում են կրակը, ձեր կենսական էներգիան։ Իսկ ինչու են դա անում։ Պատասխանը մի բառ է՝ փող։ Միայն մեկ դեղագործական ընկերություն, Pfizer-ը, տարեկան վաճառում է ավելի քան 8 միլիարդ դոլարի Lipitor, խոլեստերինի դեմ դեղ։ Պատկերացնում եք այդ թիվը։ Յուրաքանչյուր հաբի հետ դուք նրանց ավելի եք հարստացնում, իսկ ինքներդ ավելի թուլանում։ Նրանց պետք չէ, որ դուք առողջանաք, նրանց պետք է, որ դուք մշտապես գնեք իրենց դեղերը։ Բայց Վարդանի մեծ տատը Շուշանիկը գիտեր գաղտնիքը։ Նա ապրում էր Ղարաբաղի մի գյուղում, որտեղ բժիշկ չկար։ Նրանք ձմռանը շաբաթներով կտրված էին աշխարհից։ Բայց այնտեղ մարդիկ հիվանդանում էին 10 անգամ ավելի քիչ։ Ինչպես էր դա հնարավոր։ Շուշանիկը վարարանը մաքրելու համար ջուր չէր լցնում, նա բացում էր դիմոխոթը, նա տալիս էր կրակին թթվածին։ Ահա այն մեթոդը, որի մասին լռում են։ Այն բաղկացած է երկու մասից՝ մաքրում և սնուցում, և դրա հիմքը մեր հայկական հողն է։ 1978 թվականին Երևանի կուրորթաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների մի խումբ պրոֆեսոր Աղաջանյանի գլխավորությամբ գաղտնի ուղևորվեց Ղարաբաղի լեռները։ Նրանք ուսումնասիրում էին հարյուրամյակների ֆենոմենը, և նրանց հայտնագործությունը ցնցող էր։ Պարզվեց, որ մեր լեռնային վայրի կանաչիների, հատապտուղների և բանջարեղենի մեջ պարունակվող հակաօքսիդանտների քանակը 3-ից 5 անգամ գերազանցում է հարթավայրայիններին։ Մի բույս կա, կոչվում է մոշխամ։ Դուք երբևէ լսել եք դրա հասին։ Այն աճում է միայն մեր լեռների քարերի վրա։ Պարզվեց, որ դրա մեջ պարունակվող նյութերը ավելի հզոր են մաքրում բջիջները ժանգից, քան ցանկացած հայտնի քիմիական միացություն։ Այդ հետազոտության արդյունքները անմիջապես գաղտնագրվեցին։ Ինչու։ Որովհետև դա կփլուզեր միլիարդավոր դոլարների արդյունաբերությունը։ Բայց այսօր ճշմարտությունը դուրս է գալիս։ Երևանի առաջատար սրտաբաններից մեկը, ում անունը ես չեմ կարող տալ, իր ծանր հիվանդներին պաշտոնական դեղերի հետ մեկտեղ գաղտնի նշանակում է մի պարզ բան։ Նա խորհուրդ է տալիս ամեն օր խմել թարմ քամած նռան հյութ, ոչ թե խանութի, այլ իսկական, թարմ քամած։ Կալիֆոռնիայի համալսարանի UCLA գիտնականներն ապացուցել են, որ նրան մեջ պարունակվող պունիկալագինները 27%-ով նվազեցնում են անոթների պատերին խոլեստերինի կուտակումը։ Սա ավելի լավ արդյունք է, քան շատ թանկարժեք դեղերինը։ Եվ սա միայն սկիզբն է։ Վարդանը դեռ չգիտի, բայց նրա փրկությունը ոչ թե դեղատանն է, այլ իր այգում։ Նրա փրկությունը այն գիտելիքի մեջ է, որը թաքցրել են նրանից։ Հաջորդիվ ես ձեզ կտամ ճշգրիտ քայլ առ քայլ բաղադրատոմսը, այն ինչը կմաքրի ձեր բջիջների վարարանները և նորից կբորբոքի ձեր կյանքի կրակը։ Վարդանը նստած է, նա լսում է այս ամենը և մտածում. սա չափազանց լավ է, որ ճիշտ լինի։ Ձեզ մոտ էլ է նույն միտքը ծագում։ Դուք կասկածում եք։ Դա նորմալ է։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ բուժումը բարդ է և թանկ։ Բայց ճշմարտությունը ցնցող է իր պարզությամբ։ Եկեք մտնենք ձեր մարմնի խորքերը։ Պատկերացրեք ձեր արյունատար անոթները։ Դրանք ձեր քաղաքի ճանապարհներն են։ Այդ ճանապարհերով արյունը սնունդ և թթվածին է տանում յուրաքանչյուր տուն, ձեր բջիջներին։ Իսկ ինչ է խոլեստերինը։ Դա ճանապարհների վրա կուտակված աղբն է։ Եթե այն չմաքրվի, շուտով կառաջանան խցանումներ։ Առաջինը կտուժի ձեր ուղեղը, դուք կսկսեք մոռանալ։ Հետո կհարվածի սրտին։ Ինֆարկտի ռիսկը կաճի 50%-ով։ Ահա մի ցնցող փաստ։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, սրտանոթային հիվանդություններից մահացությունների 80%-ը կարելի է կանխել։
ոչ թե դեղերով, այլ կենսակերպի փոփոխությամբ։ Բայց ձեզ այդ մասին չեն ասում։ Իսկ ինչ են անում ստատինները, որ խմում է Վարդանը։ Պատկերացրեք, որ աղբը մաքրելու փոխարեն նրանք ուղղակի ճանապարհի վրա ասֆալտ են լցնում։ Այո, ճանապարհը ժամանակավորապես հարթվում է, բայց աղբը մնում է տաքը, իսկ ճանապարհը նեղանում։ Դա աղետի բաղադրատոմս է։ Ահա թե ինչու ստատիններ ընդունողների 40%-ը, ըստ FDI-ի, տառապում են մկանային թուլությունից։ Դուք բուժում եք մի բան և հաշմանդամ դարձնում մյուսը։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է գործում մեր նախնիների մեթոդը։ 2003 թվականին Իսրայելի Տեխնիոն տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պրոֆեսոր Միքայել Ավիրամի գլխավորությամբ մի փորձ կատարեցին։ Նրանք մի խումբ հիվանդների 2 շաբաթ շարունակ տվեցին օրական 1 բաժակ թարմ նռան հյութ։ Արդյունքները ցնցեցին բժշկական աշխարհը։ Վատ խոլեստերինի օքսիդացումը, այսինքն անոթների պատերին կպչելու ունակությունը, նվազել էր 43%-ով։ Ոչ մի դեղ նման արդյունք չի տալիս։ Ինչպես է դա աշխատում։ Նռան մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտները նման են փոքրիկ մաքրող մեքենաների։ Նրանք մտնում են ձեր անոթներ և բառացիորեն քերում են աղբը պատերից։ Նրանք չեն քողարկում խնդիրը, նրանք լուծում են այն։ Բայց սա դեռ ամենը չէ։ Լսեք այս պատմությունը։ Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Պետրոսյանը թերահավատ էր, նա հավատում էր միայն դեղերին։ Բայց նրա սեփական մայրը տառապում էր ծանր հիպերտոնիայից։ Ոչ մի դեղ չէր օգնում։ Մի օր, հուսահատված, նա հիշեց իր տատիկի խորհուրդը։ Նա սկսեց մորը ամեն առավոտ տալ մի պճեղ սխտոր մեղրի հետ խառնած։ Գիտես, թե ինչ տեղի ունեցավ 1 ամիս անց։ Կնոջ ճնշումը 180-100-ից իջավ մինչև 140-85։ Բժիշկ Պետրոսյանը ցնցված էր, նա ցնցված էր, նա սկսեց ուսումնասիրել և իմացավ, որ 2015 թվականին Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանում կատարված 12 կլինիկական հետազոտությունների մետավերլուծությունը ցույց է տվել, որ սխտորը կարող է իջեցնել սիստոլիկ ճնշումը միջինում 8-10 կետով։ Սա համադրելի է առաջին գծի դեղերի ազդեցության հետ, բայց կա մի տարբերություն. դեղերը տալիս են տասնյակ կողմնակի ազդեցություններ, իսկ սխտորը մաքրում է արյունը, ամրացնում իմունիտետը և սպանում մանրեները։ Այսօր բժիշկ Պետրոսյանը այս մեթոդը գաղտնի խորհուրդ է տալիս իր ամենամոտ հիվանդներին։ Այսպիսով Վարդանը պետք է ընտրություն կատարի, շարունակե խմել քիմիան, որը դանդաղ սպանում է իրեն, թե վստահել հազարամյակների իմաստությանը, որը հաստատված է ժամանակակից գիտությամբ։ Ընտրությունը ակնհայտ է, այն էժան է, այն անվտանգ է, և ամենակարևորը, այն աշխատում է։ Դուք էլ ունեք այդ ընտրությունը, և հաջորդիվ ես ձեզ կտամ ոչ թե տեսություն, այլ գործողության ճշգրիտ քայլ առ քայլ պլան։ Պատրաստվեք գրի առնել։ Ձեր նոր կյանքը սկսվում է հենց հիմա։ Վարդանը վերցնում է թուղթ ու գրիչ։ Նա հասկանում է, սա ամենակարևոր դասն է իր կյանքում։ Ուշադիր եղեք, այստեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է, սխալ հաջորդականությունը կարող է ամեն ինչ փչացնել։ Սա նման է ճիշտ բանի ունենալուն, բայց այն սխալ կողմով կողպեքի մեջ դնելուն։ Բանալին կա, բայց դուռը չի բացվի։ Ձեզ պետք է դա։ Դուք ուզում եք վատնել ձեր վերջին հնարավորությունը։ Ուրեմն լսեք ինձ։ Այսօր մենք կպատրաստենք արյուն մաքրող հայկական էլիքսիրը։ Սա այն զենքն է, որը կհարվածի ձեր հիվանդության արմատին։ Եթե դուք այն չօգտագործեք, ձեր անոթները կշարունակեն խցանվել, և մի օր ձեր ուղեղը կամ սիրտը ուղղակի կհրաժարվեն աշխատել։ Դա տեղի կունենա անսպասելի, առանց նախազգուշացման։ Մեզ անհրաժեշտ է 3 բաղադրիչ, առաջինը սխտոր, բայց ոչ թե ցանկացած սխտոր։ Մեզ պետք է հայկական լեռնային սխտոր։ Այն ավելի փոքր է, պճեղները մանուշակագույն երանգով։ Գտեք այն գյուղական շուկաներում։ Հարցրեք տավուշից կամ լոռուց բերված սխտոր։ Դրա հոտը սուր է, այրող։ Չինական մեծ սպիտակ սխտորը ջրիկ է։ Դրա մեջ ալիցինի հիմնական բուժիչ նյութի պարունակությունը 3 անգամ ավելի քիչ է։ Սա գիտական փաստ է, մի խաբվեք։ Երկրորդ բաղադրիչը կիտրոն։ Ընտրեք բարակ կեղևով, վառ դեղին, ոչ թե կանաչավուն կիտրոններ։ Լավ կիտրոնը պետք է ծանր լինի իր չափի համեմատ։ Սա նշանակում է, որ այն հյութալի է։ Երրորդ բաղադրիչը մեղր։ Սա ամենաբարդն է։ Շուկան լի է կեղծիքներով։ Մեզ պետք է լեռնային ծաղիկների մեղր։ Իդեալականը Սյունիքի կամ Վայոց ձորի։ Իսկական մեղրը երբեք շատ հեղուկ չի լինում։ Եթե գդալով վերցնեք, այն պետք է ձգվի բարակ, անընդհատ թելով։ Շաքարով մեղրը կկտրվի։ Հիմա բաղադրատոմսը։ Վերցնեք 4 խոշոր գլուխ հայկական սխտոր և 4 միջին չափի կիտրոն։ Կիտրոնները լավ լվացեք տաք ջրով։ Մի մաքրեք կեղևը։ Կեղևի մեջ պարունակվող եթերայուղերը ուժեղացնում են ազդեցությունը։
Կտրատեք սխտորն ու կիտրոնները և անցկացրեք մսաղացով։ Ստացված զանգվածը լցրեք 3 լիտրանոց ապակե տարայի մեջ։ Եվ այստեղ ամենակարևոր պահն է՝ ջուրը։ Ջուրը պետք է լինի եռացրած, բայց սառեցրած մինչև սենյակային ջերմաստիճան։ Ոչ մի դեպքում տաք ջուր մի լցրեք, դա կսպանի սխտորի և կիտրոնի բոլոր օգտակար նյութերը։ Լցրեք ջուրը տարայի մեջ մինչև վերջ։ Փակեք կափարիչով և դրեք մութ զով տեղում 3 օր։ Օրական 1 անգամ խառնեք այն։ 3 օր հետո քամեք թույր մթանձիվով և լցրեք մաքուր շշերի մեջ։ Պահեք սառնարանում։ Ահա թե ինչպես է այն աշխատում։ Առաջին իսկ կումից ալիցինը և կիտրոնաթթուն մտնում են ձեր արյան մեջ։ Նրանք սկսում են լուծել խոլեստերինային կուտակումները։ Առաջին շաբաթվա ընթացքում դուք կարող եք թեթև գլխապտույտ զգալ, մի վախեցեք։ Սա նշանակում է, որ ձեր ուղեղի անոթները սկսել են մաքրվել և ավելի շատ թթվածին ստանալ։ Ընդունեք օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ 50 մլ, մի փոքր բաժակի կեսը։ Մի կուրսը տևում է 40 օր։ Տարին կարելի է կրկնել 2 անգամ։ Լսեք գյումրեցի տիկին Անահիտի պատմությունը։ 65 տարեկանում նրա ախտորոշումը հնչում էր դատավճռի պես, սրտի իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզ։ Ոտքերն այտուցվում էին, շնչառությունը կտրվում էր 10 քայլից։ Նա ծախսել էր ավելի քան 800,000 դրամ դեղերի վրա։ Ոչ մի օգուտ։ Հարևանուհին նրան տվեց այս բաղադրատոմսը։ Սկզբում նա ծիծաղեց, բայց հետո որոշեց փորձել։ Առաջին շաբաթից հետո նա նկատեց, որ գիշերները ոտքերի ցավից չի արթնանում։ 1 ամիս անց նա կարողացավ առանց հևալու բարձրանալ 3-րդ հարկ։ 40 օր հետո նա գնաց բժշկի։ Սոնոգրաֆիան ցույց տվեց, որ նրա քնային զարկերակների խցանումը 70%-ից նվազել է մինչև 45%։ Բժիշկը չէր հավատում իր աչքերին։ Այսօր տիկին Անահիտը 70 տարեկան է։ Նա այգում է աշխատում և իր թոռներին է մեծացնում։ Նա վերադարձրեց իր կյանքը։ Սա միայն առաջին քայլն է, սա ձեր անոթները մաքրելու համար է, բայց սիրտը սնուցելու և նյարդային համակարգը հանգստացնելու համար գոյություն ունեն այլ ավելի նուրբ մեթոդներ։ Պատրաստ եք իմանալ, թե ինչպես կարելի է այս արդյունքը եռապատկել։ Վարդանը սկսել է խմել էլիքսիրը։ Նա զգում է առաջին փոփոխությունները, բայց սա միայն հիմքն է։ Հիմա ես ձեզ կբացահայտեմ այն, ինչի մասին ձեր բժիշկը երբեք չի խոսի։ Ոչ թե որովհետև չի ուզում, այլ որովհետև 15 րոպեանոց ընդունելության ընթացքում դա անհնար է։ Սրանք այն գաղտնիքներն են, որոնք փորձառու բժիշկներն օգտագործում են իրենց և իրենց հարազատների համար։ Պատրաստ եք։ Քչերը գիտեն, բայց ձեր սիրտը սնվում է ոչ միայն արյունով, այն սնվում է ռիթմով։ Ձեր սիրտը օրական կծկվում է ավելի քան 100,000 անգամ, իսկ դուք նրան օգնում եք։ Եթե ոչ, ապա սրտի անբավարարությունը ձեր անխուսափելի ապագան է։ Այդ վիճակում ձեր սիրտը չի կարողանում բավարար արյուն մղել, և դուք սկսում եք խեղդվել նույնիսկ հանգիստ վիճակում։ Ահա առաջին գաղտնիքը՝ սրտի շնչառություն։ Սա պարզ վարժություն է, որը 5 րոպեում կարող է անել այն, ինչը դեղերը չեն կարողանում անել տարիներով։ Ամեն առավոտ անկողմուց վեր կենալուց առաջ արեք հետևյալը. պառքեք մեջքի վրա, ձեռքերը դրեք որովայնի վրա, դանդաղ, խորը շունչ քաշեք քթով, հաշվելով մինչև 4-ը, զգացեք, թե ինչպես է ձեր որովայնը բարձրանում, ոչ թե կուրծքը։ Սա կոչվում է դիաֆրագմատիկ շնչառություն։ Պահեք շունչը հաշվելով մինչև 2-ը, և հետո դանդաղ արտաշնչեք բերանով, հաշվելով մինչև 6-ը։ Կրկնեք սա 10 անգամ։ Ինչ է տեղի ունենում այս պահին։ Խորը շնչառությունը մերսում է ձեր սիրտը։ Այն ակտիվացնում է թափառող նյարդը, որը հանգստացնում է ձեր նյարդային համակարգը և իջեցնում ճնշումը։ Գերմանիայի Դուիսբուրգ Էսսենի համալսարանի 2017 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ այս տիպի շնչառական վարժությունները 6 շաբաթվա ընթացքում կարող են իջեցնել սիստոլիկ ճնշումը 12-15 կետով։ Սա ավելի արդյունավետ է, քան շատ դեղամիջոցներ։ Երկրորդ գաղտնիքը՝ կենսառիթմերի ուժը։ Մեր նախնիներն ապրում էին բնության հետ ներդաշնակ։ Նրանք գիտեին, որ ամեն ինչ ունի իր ժամանակը, իսկ մենք ոչ։ Մենք խմում ենք մեր էլիքսիրը, երբ պատահի, բայց դա սխալ է։ Ձեր օրգանիզմն ունի ներքին ժամացույց։ Առավոտյան 6-ից 9 ձեր մարսողական համակարգը ամենաակտիվն է։ Հենց այս ժամանակ է պետք ընդունել էլիքսիրի առաջին դոզան։ Այն կներծծվի 90%-ով։ Եթե դուք այն խմեք երեկոյան, արդյունավետությունը կնվազի մինչև 50%։ Եվ ևս մի նրբություն։ Սկսեք բուժման կուրսը նվազող լուսնի ժամանակ։ Սա հեքիաթ չէ։ Մեր մարմնի 70%-ը ջուր է, և լուսինն ազդում է դրա վրա։ Նվազող լուսնի ժամանակ օրգանիզմն ավելի հեշտությամբ է ազատվում տոքսիններից և ավելորդություններից։ Լսեք Արարատից Սարգսի պատմությունը։ 58 տարեկանում նա ինսուլտ տարավ։
Բժիշկներն ասացին, հրաշք է, որ ողջ է մնացել։ Ձախ կողմը գրեթե չէր գործում։ Նա փորձել էր ամեն ինչ, թանկարժեք վերականգնողական կենտրոններ, չինական բժշկություն, ամեն ինչ, ոչինչ չէր օգնում։ Նա ընկել էր խորը դեպրեսիայի մեջ։ Մի օր մի ծեր բուժակ նրան սովորեցրեց այս շնչառական վարժությունը և խորհուրդ տվեց էլիքսիրը։ Սարգիսը կասկածում էր, բայց կորցնելու բան չուներ։ Նա սկսեց ամեն առավոտ շնչել և խմել էլիքսիրը խստորեն ըստ ժամի։ 2 շաբաթ անց նա նկատեց, որ կարողանում է մի փոքր շարժել ձախ ձեռքի մատները։ Դա հաղթանակ էր։ Նա շարունակեց։ 6 ամիս անց Սարգիսը կարողացավ քայլել, հենվելով ձեռնափայտի վրա։ 1 տարի անց նա վերադարձավ իր սիրելի գործին, այգեգործությանը։ Նա ոչ միայն վերականգնեց իր մարմինը, նա վերադարձրեց իր արժանապատվությունը։ Այս տեխնիկաները ուժեղացնում են էլիքսիրի ազդեցությունը, բայց նույնիսկ դրանք կարող են անզոր լինել, եթե դուք թույլ տաք որոշ սխալներ։ Գոյություն ունեն սննդամթերքներ, որոնք չեզոքացնում են այս բուժման ամբողջ ազդեցությունը, և կան բաներ, որոնք կարող են այն վերածել թույնի։ Դուք պարտավոր եք իմանալ այդ մասին։ Հաջորդիվ ես ձեզ կտամ խիստ նախազգուշացումների ցանկը։ Անտեսել դրանք նշանակում է խաղալ ձեր կյանքի հետ։ Հիմա մենք խոսելու ենք ամենակարևորի մասին, ոչ թե կյանքի, այլ մահվան մասին։ Վարդանը սկսել է իր ճանապարհը, բայց այդ ճանապարհին կան ականներ, և եթե դուք չիմանաք դրանց տեղը, ամեն ինչ կպայթի։ Ես ձեզ վախեցնում եմ, այո, որովհետև ավելի լավ է դուք վախենաք իմ խոսքերից, քան մահանաք անգրագիտությունից։ Ձեր տարիքում յուրաքանչյուր երրորդ մահը սրտի կաթվածից կամ ինսուլտից է, լսեցիք, յուրաքանչյուր երրորդը։ Դուք ուզում եք լինել այդ վիճակագրության մաս։ Եթե ոչ, ապա անգիր արեք այս կանոնները։ Առաջին և ամենախիստ նախազգուշացումը։ Եթե դուք ունեք ստամոքսի խոց կամ գաստրիտ սրացման փուլում, այս էլիքսիրը ձեզ համար թույն է։ Սխտորն ու կիտրոնը կարող են այրել ձեր ստամոքսի լորձաթաղանթը և առաջացնել արյունահոսություն։ Մի ռիսկի դիմեք։ Սկզբում բուժեք ստամոքսը, միայն դրանից հետո կարող եք սկսել մաքրումը։ Երկրորդ, եթե դուք ալերգիկ եք ցիտրուսներից կամ մեղրից, այս բաղադրատոմսը ձեզ համար չէ։ Ինչպես ստուգել։ Մի կաթիլ կիտրոնի հյութ քսեք դաստակի ներսի հատվածին։ Եթե 15 րոպե հետո կարմրություն կամ քոր չկա, ամեն ինչ կարգին է։ Հիմա դեղերի մասին։ Սա կենաց մահու հարց է։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղեր, ինչպիսիք են վարֆարինը, քսարելտոն կամ նույնիսկ սովորական ասպիրինը, այս էլիքսիրը կարող է մահացու լինել։ Ինչու՞։ Որովհետև սխտորը նույնպես ուժեղ ջրիկացնում է արյունը։ Երկուսը միասին կարող են առաջացնել ներքին արյունահոսություն, որը դուք նույնիսկ չեք նկատի, մինչև ուշ լինի։ Դուք չեք հավատում։ 2018 թվականին Journal of Internal Medicine ամսագրում հրապարակվել է մի դեպք, երբ 72-ամյա մի տղամարդ մահացել է ուղեղի արյունազեղումից, վարֆարինի հետ մեծ քանակությամբ սխտոր օգտագործելու պատճառով։ Նախքան այս կուրսը սկսելը, դուք պարտավոր եք խորհրդակցել ձեր բժշկի հետ։ Նա կարող է ճշտգրտել ձեր դեհերի դոզան կամ ժամանակավորապես դադարեցնել դրանք։ Մի զբաղվեք ինքնագործունեությամբ։ Եվս մի կարևոր կանոն. երբեք միանգամից մի սկսեք լրիվ դոզայով։ Ձեր օրգանիզմը տասնամյակներ շարունակ թունավորվել է, դուք չեք կարող այն մեկ օրում մաքրել։ Սկսեք 1 թեյի գթալից, օրը 3 անգամ։ Եթե 3 օրվա ընթացքում ոչ մի տհաճ զգացողություն չունեք, սրտխառնոց, այրոց, կարող եք անցնել 1 ճաշի գթալի, և միայն 1 շաբաթ անց 50 մլ. Համբերություն, սա մրցավազք չէ, սա ձեր տաճարի մաքրումն է։ Որպեսզի հասկանաք, թե ինչ է կատարվում ձեզ հետ, վարեք առողջության օրագիր։ Գնեք սովորական տետր։ Ամեն առավոտ գրի առեք 3 ցուցանիշ՝ ձեր ճնշումը, զարկերակը և ինքնազգացողությունը 10 բալանոց սանդղակով։ Սա ձեր քարտեզն է, այն ցույց կտա ձեր առաջընթացը։ Եթե տեսնում եք, որ ճնշումը սկսում է կայուն իջնել, դա ազդանշան է բժշկի հետ խոսելու, դեղերի դոզան նվազեցնելու մասին։ Օրագիրը ձեզ վերահսկողություն կտա ձեր առողջության նկատմամբ։ Վարդանը հետևում է այս բոլոր կանոններին։ Նա խորհրդակցել է իր բժշկի հետ։ Նա սկսել է փոքր դոզաներից։ Նա վարում է օրագիր։ Նա զգում է, թե ինչպես է մարմինը շնորհակալություն հայտնում իրեն։ Բայց մարմինը միայն անոթներից չի բաղկացած, այն ունի հոգի։ Եվ եթե մենք չբուժենք հոգին, մարմինը երբեք լիովին չի առողջանա։ Հաջորդիվ մենք կխոսենք ամենաանտեսված, բայց ամենահզոր բուժման մեթոդի մասին, այն, ինչը կարող է վերածնել ձեզ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Վարդանը մաքրում է իր անոթները, նրա ճնշումը կայունանում է, բայց նա զգում է, որ ինչ-որ բան պակասում է։
Դա նման է տունը մաքրելուն, բայց այն թողնելուն առանց կահույքի և ջերմության։ Դուք չեք ուզում ապրել դատարկ ստերիլ տանը, ձեզ պետք է միայն գոյատևել, թե դուք ուզում եք ապրել լիարժեք ուրախ կյանքով։ Եթե դուք չփոխեք ձեր կենսակերպը, մաքրված անոթները նորից կխցանվեն, դուք կվերադառնաք այնտեղ, որտեղից սկսել եք, և հաջորդ անգամ երկրորդ շանս չի լինի։ Ամեն օր, որ դուք ապրում եք հին սովորություններով, դուք ձեր կյանքից մեկ շաբաթ եք գոհանում։ Առողջությունը տուն է 4 պատերով։ Առաջին պատը սնունդ։ Մոռացեք սպիտակ հացի, երշիկի, քաղցրավենիքի մասին։ Դրանք ձեր մարմնի համար աղբ են։ Ձեր սննդակարգի հիմքը պետք է լինեն բանջարեղենը, մրգերը, կանաչին և լոբազգիները։ Ահա մի պարզ, բայց հզոր բաղադրատոմս՝ 100-ամյակի ապուր։ Վերցրեք կարմիր ոսպ, մի քանի գազար, սոխ, նեխուր և մի փունջ թարմ համեմ։ Խաշեք բանջարեղենը, ավելացրեք ոսպը։ Եփեք մինչև պատրաստ լինելը։ Վերջում ավելացրեք մանր կտրատած համեմ և մի գդալ ձիթապտղի ձեթ։ Ոսպը լի է բջջանյութով, որը մաքրում է աղիները։ Գազարի բետա-կարոտինը պաշտպանում է ձեր անոթները, իսկ համեմը հզորագույն դետոքս է։ Շաբաթական 3 անգամ այս ապուրը կերեք, և 1 ամիս անց դուք կզգաք աննկարագրելի թեթևություն։ Երկրորդ պատը՝ շարժում։ Ձեր մարմինը ստեղծված է շարժվելու համար, անշարժությունը մահ է։ Ձեզ պետք չեն մարզասրահներ, ձեզ պետք է օրական 30 րոպե քայլ, բայց ոչ թե ուղղակի քայլ։ Գտեք ձեզ համար հարմար ռիթմ։ Քայլեք այնպես, որ կարողանաք խոսել, բայց ոչ երգել։ Սա նշանակում է, որ ձեր սիրտը աշխատում է ճիշտ ռեժիմում։ Քայլքի ժամանակ արյունը սկսում է ավելի արագ շրջանառվել, այն հասնում է ամենահեռավոր մազանոցներին, սնուցելով ձեր բոլոր օրգանները։ Ճապոնիայի Նագանոյի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 8000 քայլանող մարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը 51%-ով ավելի ցածր է։ Երրորդ պատը՝ հանգիստ։ Դուք կարող եք ճիշտ սնվել և շարժվել, բայց եթե դուք չեք քնում, դուք սպանում եք ինքներդ ձեզ։ Քնի ժամանակ ձեր ուղեղը մաքրվում է տոքսիններից։ Եթե դուք քնում եք օրական 6 ժամից պակաս, Ալցհեյմերի հիվանդության ռիսկը մեծանում է 30%-ով։ Պառկեք քնելու և արթնացեք նույն ժամին։ Քնելուց 1 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը և հեռախոսը, կարդացեք գիրք, լսեք հանգիստ երաժշտություն, ստեղծեք ձեր քնի ծեսը։ Չորրորդ և ամենակարևոր պատը՝ հոգի։ Սթրեսը, զայրույթը, վիրավորվածությունը ձեր օրգանիզմում արտադրում են կորտիզոլ, մահվան հորմոնը։ Այն քայքայում է ձեր իմունային համակարգը և ձեզ անպաշտպան դարձնում ցանկացած հիվանդության դեմ։ Ինչպես պայքարել դրա դեմ։ Գտեք ձեր իկիգային։ Այն, ինչը ձեզ ուրախություն է պատճառում։ Դա կարող է լինել այգեգործությունը, թոռնիկի հետ խաղալը, նկարչությունը, երգելը։ Ամեն օր գոնե 30 րոպե տրամադրեք ձեր սիրելի զբաղմունքին և սովորեք ներել։ Ներելով ուրիշներին, դուք առաջին հերթին բուժում եք ինքներդ ձեզ։ Վարդանը սկսեց կառուցել իր նոր տունը։ Նա սկսեց կնոջ հետ միասին պատրաստել առողջարար ուտեստներ։ Նրանք միասին քայլում են այգում։ Նա վերսկսեց իր հին հոբբին՝ փայտի փորագրությունը։ Նա ստեղծում է գեղեցիկ իրեր և նվիրում իր թոռներին։ Նրա աչքերում կրկին կյանքի կրակ է վառվել։ Նա ոչ միայն առողջացավ, նա գտավ կյանքի նոր իմաստ։ Նա հասկացավ, որ ծերությունը ոչ թե վերջն է, այլ նոր սկիզբ, իմաստության և սիրո ժամանակաշրջան։ Այս 4 պատերը կդարձնեն ձեր առողջությունը ամրոց։ Բայց ցանկացած ամրոց ունի իր գլխավոր աշտարակը, այն, որը պաշտպանում է ամբողջ կառույցը, այն, որտեղից բացվում է տեսարան դեպի ապագան։ Հաջորդիվ մենք կբարձրանանք այդ աշտարակը, և այնտեղից դուք կտեսնեք ձեր կյանքը բոլորովին այլ լույսի ներքո։ Մենք միասին անցանք երկար ճանապարհ։ Վարդանը կանգնած է ձեր կողքին։ Նա նայում է անցյալին և տեսնում է ցավ, վախ և դեղահաբեր։ Նա նայում է ներկային և տեսնում է ուժ, հույս և ընտրության ազատություն։ Իսկ դուք, ի՞նչ եք դուք տեսնում ձեր առջև։ Այսօր, այս պահին, դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Մի ճանապարհը ծանոթ է, դա հանգիստ, սահուն ճանապարհ է դեպի անդունդը։ Այնտեղ դուք կշարունակեք խմել ձեր դեղերը, դուք կշարունակեք թուլանալ։ 1 ամիս անց ձեր հոդացավը կուժեղանա։ 6 ամիս անց դուք դժվարությամբ կճանաչեք ձեր հարազատներին։ 1 տարի անց դուք կդառնաք բեռ ձեր սիրելիների համար։ Սա ճակատագիր չէ, սա ձեր ընտրությունն է։ Բայց կա մեկ այլ ճանապարհ։ Այն սկզբում կարող է քարքարոտ թվալ։ Այն պահանջում է ջանք, կամք, հավատ։
բայց այն տանում է դեպի վեր, դեպի կյանքի լեռնագագաթը։ Եթե դուք այսօր որոշեք քայլել այդ ճանապարհով, ահա թե ինչ տեղի կունենա։ Մեկ շաբաթ անց դուք կարթնանաք ավելի թարմ։ Մեկ ամիս անց ձեր միտքը կդառնա ավելի պարզ։ Դուք կզգաք, որ ձեր մարմնում էներգիա է հոսում։ 6 ամիս անց դուք դեն կնետեք ձեր դեղերի կեսը, իհարկե բժշկի հետ խորհրդակցելով։ Դուք կրկին կսկսեք զբաղվել ձեր սիրելի գործով։ Դուք կդառնաք ոչ թե օգնության կարոտ, այլ օգնող ձեռք։ Ոչ թե խնդիր, այլ ոգեշնչման աղբյուր։ Հիշով եք Վարդանին, այն մարդուն, ում ուղեղը բամբակի էր վերածվել։ Այսօր նա 70 տարեկան է։ Նա արթնանում է առավոտյան ժամը 6-ին, կատարում է իր շնչառական վարժությունները, խմում է իր էլիքսիրը և գնում է իր արվեստանոց։ Նրա փայտե քանդակները հիմա ցուցադրվում են Երևանի լավագույն սրահներում։ Բայց դա չէ ամենակարևորը։ Ամենակարևորը այն է, թե ինչպես է նա նայում իր կնոջը։ Նրանց աչքերում կրկին սեր կա, ոչ թե խղճահարություն։ Նա իր թոռներին սովորեցնում է ոչ միայն արհեստ, նա նրանց սովորեցնում է ապրելու արվեստը։ Նա ցույց է տալիս, որ տարիքը ոչ թե դատավճիռ է, այլ պարգև։ Ձեր առողջությունը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Ոչ ոք, ոչ բժիշկը, ոչ պետությունը չի կարող դա անել ձեր փոխարեն։ Ձեր մարմինը տիեզերքի ամենամեծ հրաշքն է։ Այն ունի ինքնաբուժման անհավանական ուժ։ Դուք պարզապես պետք է դադարեք խանգարել նրան։ Դուք պետք է տաք նրան այն, ինչ իրենն է՝ մաքուր սնունդ, մաքուր ջուր, շարժում և սեր։ Ես անսահման շնորհակալ եմ մեր նախնիներին այս իմաստությունը մեզ փոխանցելու համար։ Եվ ես շնորհակալ եմ ժամանակակից գիտությանը, որը մեզ օգնում է հասկանալ և հաստատել այն։ Այսօր դուք ստացաք բանալին։ Դուռը ձեր առջև է, բայց միայն դուք կարող եք այն բացել։ Մի վաղանցեք։ Ձեր կյանքի ամեն օրը թանկ է։ Առաջին քայլն արեք հենց հիմա։ Գնացեք խոհանոց և մի բաժակ մաքուր ջուր խմեք։ Դա կլինի ձեր առաջին քայլը դեպի նոր կյանք։ Եթե այս խոսքերը դիպան ձեր սրտին, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, թե որ քայլն եք պատրաստվում անել առաջինը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, ել ավելի հզոր մեթոդները։ Եվ ամենակարևորը, կիսվեք այս տեսանյութով ձեր հարազատների հետ։ Յուրաքանչյուր հայ արժանի է ապրելու երկար, առողջ և երջանիկ կյանք։ Եկեք միասին վերացնենք մեր ազգի ուժը։ Ձեր նոր կյանքը սկսվում է հիմա։